Ես կարծում եմ մենք պետք է արդեն իրենց անունով կոչենք եւ ասել, որ հանրային մեղադրողը պահանջեց, մենք տեսանք հանրային մեղադրողը ֆորմալ պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում, բայց պետք է մենք ճիշտը խոսենք, որովհետեւ քանի որ չկա իրավապահ, դատախազական, դատաիրավական անկախ համակարգեր, մենք պետք է ասենք Նիկոլ Փաշինյանը այսօր պահանջեց դատախազության կողմից պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Հիմա տեսնենք, թե ամսի 3-ին Նիկոլ Փաշինյանը արդեն դատարանի կողմից, դատարանի անունից ինչ պատիժ կսահմանի, որովհետև արդեն մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը իդեմս դատարանի Միքայել Սրբազանին ճանաչել էր մեղավոր, այսինքն մեղադրական վերդիկտը արդեն կա։ Եվ մենք պետք է բոլորս հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Սամվել Կարապետյանը պետքա նստած լինի, եւ նա նստած է, գտնվում է KGB-ի պատվալում։ Հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Միքայել Սրբազանն էլ պետքա նստած լինի։ Միքայել Սրբազանն էլ է նստած, էլի KGB-ի պատվալում է։ Հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ օրինակ Բագրատ Սրբազանի ձայնագրությունները պետքա իրար միացվեն, չգիտեմ ոնց արվեն, մարդկանց հանրության մեջ տարածվեն, խեղաթյուրվի ամբողջ ինֆորմացիան, նա էլ է նստած, նրա հետ էլի բազմաթիվ մարդիկ։ Դե մենք ունենք այս վիճակը, այսինքն այս իմաստով պետքա որևէ իլյուզիա չփայփայենք եւ հասկանանք, որ Միքայել Սրբազանը ըստ իշխանության որոշման պետք է լինի անազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ ընտրական process-ները չեն ավարտվել։ Այսինքն նա ազատազրկված է, որպեսզի ազդեցություն չունենա իշխանության վերարտադրման գործընթացի վրա։ Բայց ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքական հարցերով չի զբաղվում, ինչի՞ց է վախենում Խոսքից։ Մեկ Միքայել Սրբազանին ինչի համար անստաց հարցազրույցի համար։ Նրա խոսքը ունի ազդեցություն եւ իր խոսքի համար նա բանտարկված է։ Դրան գումարած հիմա ասում եք Միքայել Սրբազանին ինչի, Սամվել Կարապետյանը ինչի համար անստաց։ Էլի խոսքից։ Կարճ 1.5 րոպեանոց, եթե չեմ սխալվում, հարցազրույց ա տվել։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն եւ նրանց խոսքը կարող է ազդել process-ների վրա, այդ մարդիկ բանտարկվում են։ Հիմա մեր խոսքն էլ է ազդում process-ների վրա, մեր այդ հերթը կարող հասնել նաեւ մեզ։ Հիմա ումը որքանով, որ չափով, ինչքանով այդ չափով էլ process-ները գործում են։ Բայց մենք պետք է հասկանանք, հիմա այսօր Փաշինյանը գնացել էր Ստրասբուրգում մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ այնտեղ մեր դատավորը օրինակ Վահե Գրիգորյանն է, որ փաստաբան է եղել, իրավապաշտպանությամբ ենք զբաղվել միասին։ Հիմա Վահե Գրիգորյանը, որ եվրոպական դատարանի դատավոր է, կամ այն մյուս դատավորները, կամ դատարանի նախագահը, որ դիմավորում է Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդիկ չեն մտածում, այս երկրում ինչա կատարվում։ Այդ մարդիկ չեն տեսնում, այս երկիրը ոնց է ձեռքից գնում։ Ժողովրդավարության որևէ չափանիշ չի պահպանված այս երկրում։ Համար ես դատապարտում եմ այս ամբողջ process-ը եւ ուզում եմ մենք իրենց անունով կոչենք